Բանաձայն, լավագույն և հարաստ։ Բարև ձեզ հարգելի ունգընթիրները վագընթիրներ, բանացայնի եթերով էպտիմադեդրի էչով, ձեզ ետ ենք ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Այժմ գընթերցենք հայկական աշխարհի այսօրվան լուրերուն խորակիրները։ Հայ գիտնականներու ընկերակցության 5-րդ համաժողովը Դիլիջանի մեջ։ Վարդավարի դոնին գազմագերման համար $5 միլիոն ծախսված։ Հայոց ցեղասպանության վերջին վերաբրողներեն Մարի Ուզղուշյան Վարդանյան մահացավ։ Հունաստանի մեջ բարի աննախընթաց պարադոն։ Անցնող շաբաթներուն Դիլիջանի գետրոնական տրամադան համաժողովներու գետրոնին մեջ դեղի ունեցավ հայ գիտնականներու ընկերակցության ASOF 5-րդ համաժողովը։ Հայ գիտնականներու ընկերակցությունը 35 երկիրներու մեջ ունի 382 անդամներ, որոնց շարքին են Նոբելյան 3 մրցանակակիրներ։ Անգմիացն է բազմաթիվ բնակավարներու հայ մասնակիցներ։ Բացման նիստին ընկերակցության նախագահ Մերի Պապազյան հայտնեց, որ հայ գիտնականներու ընկերակցության առաքելությունը հստակ է՝ նպաստել Հայաստանի գրթական եւ հետազոտական հաստատություններու համաշխարհային մագարտակի բարձրացման եւ զանոնք կապել միջազգային ցանցերու հետ։ Ընկերակցությունը ունի նաև առանձնահատկությունը։ Նախադեсված է կոյադևել միայն 20 տարի, որովհետև նպատակը սփյուռքյան նոր գազագերբության մը ստեղծել չէ, այլև Հայաստանի մեջ զարգացնել այնպիսի կարողություններ, որոնցմով երկիրը ինքնուրույն կերպով կգանքնի իր ոտքերուն վրա։ Այս տարվան համաժողովին գլխավոր լուրը համագարկչային գիտություններու եւ արհեստական բանականության հարաճատեմ հետազոտություններու գետրոնին բացահայտումներ։ Անհայ գիտնականներու ընկերակցության մինչև օրս ամենեն հավակնոտ նախաձեռնությունն է։ Գետրոնը նվիրված արհեստական բանականության եւ մարդամեքենաներու արտադրության, որուն 7 տարվան ընդհանուր բյուջեն կհասնի $14 միլիոն։ Հայտնենք, որ համաժողովին երրորդյա ծրագիրը ընդգրկեց թեմաներու արտակարգ բազմազանություն, արտացոլացնելով հայ գիտնականներու ընկերակցության ըմբռնումը, թե ազգային գերդումը կպահանջի բազմակողմանի աշխատանք։ Երկրաշարժի ապահովության ծրագիրը ուրվեց աշխատանքային խումբերու մգամավոր կերպով 50-ը ավելի ջարդարակետներ կաշխատին, գործնական քայլեր ներկայացուց Հայաստանի շենքերը ավելի դիմացկուն դարձնելու համար։ Առողջապահական գիտություններու հանձնախումբը ներկայացուց ռազմավարական ծրագիրը, որ կընդգրկե քաղցկեղի կանխարգելումը եւ հետազոտությունը, էլեկտրոնային առողջապահական արձանագրությունները, բժշկական կրթությունը եւ առողջապահական կառավարման բարեփոխությունները։ Նախադեсված է 2027-ին այս առաջարկները ներկայացնել Հայաստանի կառավարության։ Հայկական մշակութային ժառանգություն նախաձեռնությունը ներկայացուց համահայկական մշակութային ժառանգության առաջին թվային արխիվին ծրագիրները, ինչպես նաև մայիս 2027-ին Վատիկանի Գրիգորյան համալսարանին մեջ դեղի ունենալիք միջազգային համաժողովի մտահղացումը։ Պապուկ ուժի գիրարգումի նախաձեռնությունը աշխարհին ուղղված Հայաստանի պատմությունը բարձր մակարդակով ներկայացնելու համար։ Մնացյալ նիստերուն քննարկվեցան գենսաբազմազանության եւ գենսոլորտի պաշտպանության նվիրված COP17-ի միջազգային համաժողովի հարցերը, արհեստական բանականության աստեցությունը, մարտահրավերական գիտություններուն վրա, բարձրակույն կրթության բարեփոխումները եւ Սփյուռք Հայաստան հարաբերությունները։ Հայ գիտնականներու ընկերակցության կորզաթիր տնօրեն Վաչե Սահակյան ներկայացուց Սփյուռք Հայաստան հարաբերություններու իր դեսլագանը, շեշտելով, որ Սփյուռքը իր հայրենիքը մրցանիկներ չեն, այլև զիրար ամբողջացնող ուժեր։
Սահակյանի համաձայն Միացյալ Նահանգներու, Կանադայի եւ Արևմտյան Եվրոպայի մեջ բնակող հայերը դարեգան մոտ 100 միլիարդ դոլարի տնտեսական արժեք կստեղծեն, սակայն սփյուռքյան հաստատություններուն ընդհանուր ներդրումը մեր հավաքական ինքնության եւ աբասկային գգազմե այդ գումարին ընդամենը 0.3%-ը։ Այս հսկայական ներուժին անդրադառնալով Հովել Շնորհոքյան շեշտեց, որ հայկական աշխարհը գարիք ունի առաջնորդության, որուն հստակ առաքելությունը պիտի լա սփյուռքի մարդկային մտավոր եւ նյութական կարողություններուն արդյունավետ համախմբումը եւ կորզաթրումը։ Ան այս գաղափարները ավելի մանրամասն ներկայացուց հայ աշխարհի առաջնորդության բացը խորակրով հadouk նիստին ընթացքին։ Մամլո աղբյուրներ նշեցին, որ Վարդավառ 2026-ի տոնագադարության գազմագերման համար Երևանի քաղաքապետարանը հատկացուցած է 199 միլիոն 500 հազար դրամ, $5 միլիոն։ Նույն աղբյուրները նաև մտահոգություն հայտնեցին, որ երեք Երևանի հրապարակին մեջ դեղի ունեցածը փոխանցագային ցեվով Վարդավառի տոնի հոգևոր խորհրդին հետ որևէ կապ չուներ։ Հայոց ցեղասպանության վերջին վերաբրողներեն Մարի Ուզղուշյան Վարդանյան մահացավ 28 հունիսին։ Վարդանյան ծնած էր 17 օգոստոս 1914-ին պատմական Գիլիգիո հայաշատ քաղաքներեն այնտաբի մեջ։ Ան անտրանիկ զավակներ Հակոբ եւ Մարիցա Ուզղուշյաններու ուներ երկու քույր Ալիս եւ Անի եւ մեկ եղբայր Գևորգ։ Հազիվ 8 կարուներ բոլորած էր, երբ ընտանիքը հարգադրվեցավ գիշերով փախուստ տալ իր հայրենիքեն, այնտաբի մնացյալ հայ բնակչության բռնի դեղանության օրերուն ավաստան գտնելով Սուրիո Հալեբ քաղաքը։ Ան նախնական գրտնությունը ստացավ այնտաբի գրտասիրած հայկական վարժարանին մեջ մինչև 6-րդ դասարան։ Փոքր տարիքեն անգսպաղեր հյուսվածեղենով եւ ասեղնակորզությամբ։ Հատկապես կորկակորզության մեջ առանձնահատուկ մասնակցություն ուներ այնտաբի ավանդական հայկական նախշերը բաբանելով։ Թեև գործընծուց իր ծննդավայրը, սակայն ան երբեք չգործընծուց իր հայկական ինքնությունը։ Հայրենիքը իր սրտին մեջ մնաց մինչև կյանքին վերջին օրը։ Հալեբի մեջ ան հանդիսացավ իր կյանքի ընկերոջ հանրաձանոթ շուտագահար եւ երաժիշտ Հովանես Վարդանյանին, որ իր հոր նման դաղանտավոր շուտագահար եւ հորինող էր։ Ան ելույթներ գունենար Հալեբի մեջ եւ իր երաժշտական վաստակին համար արժանացած էր Սուրիո ազգային շքանշանի։ Իր արվեստագետի կորզունեությունը զինք առաջնորդեց միջին արևելքի բազմաթիվ երկիրներ, ուր հաջող համերգներ տվավ։ Մարին մեծ հբարդությամբ կհետևեր ամուսնուին հաջողություններուն։ Անոնք միասին գազմեցին ընտանիքը եւ ունեցան 6 զավակներ՝ Սարգիս, Զավեն, Գարբիս, Ֆլորա, Լիզա եւ Ավեդիս։ 1960-ականներու ավարտին ընտանիքը հաստատվեցավ Բեյրութ։ Այդ շրջանին իրականություն դարձավ Մարի Վարդանյանի կյանքին մեծ երազը՝ այցելել Հայաստան եւ Երևան։ Սակայն շուտով գործընծուց իր սիրելի գողագիծը եւ մնաց այրի։ Անհավատքով, արժանապատվությամբ եւ բացառիկ դոգունությամբ շարունակեց իր կյանքը ամբողջովին նվիրվելով իր ընտանիքին։ Երբ իր երկու որդիները Միացյալ Նահանգներ քաղտեցին, Մարի Վարդանյան 1972-ին հետևեցավ անոնց եւ հաստատվեցավ Watertown, ուր իր կյանքը նվիրեց եկեղեցվո ընտանիքին եւ համայնքի ծառայության։ Դասնամյակներ շարունակ ինքնուրույն ապրեցավ սեր եւ հոգատարություն ցուցաբերելով իր թստեր թորներուն, ինչպես նաեւ Սուրբ Հակոբ եկեղեցվո դիգնաց միության։ Մարին 45 տարի բնակություն հաստատեց Watertown-ի մեջ։ Մինչև 101 տարեկան առանցին գաբրեր, սակայն անգե ետ դեղափոխվեցավ Ջամայկա Պլեյնի Մասաչուսեթս հայկական խնամքի եւ վերականգնումի կենտրոն, ուր գար ժամանակի մեջ արժանացավ բնակիչներու եւ անձնագազմին սիրույն եւ հարկանքին։ Ապրիլ 2024-ին 109 տարեկանին Մասաչուսեթսի նահանգին Օրենստրի ընդան մեջ հայոց ցեղասպանության ոգեգոճման առիթով Բոստոնի հայոց ցեղասպանության հանձնախումբը զինքբադվեց հadouk կերպով։ Մասաչուսեթսի ներկայացուցիչներու դոնն ու ձեռագույտը միասնապար կնահատեցին անոր երկարամյա ներդրումը ամերիկահայ համայնքի ծառայության մեջ։ Իր կյանքի 112 տարիներուն Մարի Վարդանյան ականատես եղավ ցեղասպանության, դեղահանության, այրիության, նոր քաղաքներու եւ ամբողջ ծերունդներու աճին եւ ծաղկումին։ Իր յետին ցկեց 15 թոր, 21 ձոր եւ 2 ձորնորտի։ Բայց բոլոր դժվարություններուն մեջ մնաց անսասան իր հավատքին, ընտանիքին եւ հայկական ինքնության մեջ։ Ան գահավատար, որ ինք միայն իր անձին համար չեր ապրեր,
այլ իր ուսերուն վրա գգրեր ամբողջ ժողովուրդի հիշողությունը։ Ան կնկատվի հայոց ցեղասպանության վերջին հայտնի վերաբրողներն մեկը, իր ամբողջ կյանքին պատկամը մեկ էր։ Հայեր, չմոռնաք 24 ապրիլ 1915-ը։ Այս պատկամը անմարմնավորեց իր կյանքի ամենն հատկանշական ցերակորձին մեջ, մեծածավալ ասեղնակորձություններ, որոնց վրա ոսկեթելով կգարտացվեին հայեր չմոռնաք ապրիլ 24-ը։ Խաչի պատկերով եւ իր անվան սկզբնադարերով զարդարված այս գործերը նվիրեց իր ընտանիքին, թորներուն, հարազատներուն, Բոստոնի շրջանի հայկական եկեղեցիներուն, ինչպես նաեւ Սուրբ Էջմիածինին։ Հոկտեմբեր 2024-ին Մեծիդանեն Գիլիգիո Արամ առաջին կաթողիկոսը Արևելյան Միացյալ Նահանգներու հայոց առաջնորդարան իր պաշտոնական այցելության ընթացքին այցելեց իրեն հայկական խնամքի տունը։ Վեհապար հայրապետը բարձր կնահատեց Մարի Վարդանյանին դոգունությունը, հավատքն ու ազգային նվիրվածությունը եւ հadouk օրհնություն տվավ անոր։ Մարին իր սովորական խոնարհությամբ կաթողիկոսին նվիրեց իր վերջին ապրիլ 24 ասեղնակորձությունը։ Մարի Վարդանյան գցանգար, որ ամեն սերունդ հիշե ոչ միայն մեր նախնիներուն դարավանքը, այլ նաեւ դժվարություններուն թեմ անոնց դոգունությունը, գամքը եւ հաղթանակը։ Իր կյանքին ամենն մեծ ցերը Հայաստանի եւ հայ ժողովուրդն էին։ Անխոր հբարդությամբ կգրեր իր հայկական ժառանգությունը, լեզուն, մշակույթը եւ հավատքը։ Մարի Վարդանյան վերաբրեցավ, որբեսի սերունդներ գոյություն ունենան։ Ան հիշեց, որբեսի բոլորս ալ հիշենք։ 27 հունիսին համազգայինի Հունաստանի շրջանային վարչության եւ Միության բարի միավորի վարչության անթույլ չանքերով առաջին անգամ լալով ժողովրդին հրամցվեցավ աննախընթաց պարադոմը, որուն թերագադարները ժամանած էին Հայաստանեն, Բելգիկայեն, Հյուսիսային Հունաստանի, Հայահոց, Կոմոտինեեն եւ Աթենքեն։ Հայաստանի Պրոֆարտ բարային խումբը Դիկրան Մանոյանի ղեկավարությամբ, Բելգիկայեն Ենոք բարախումբը Բարուսից Մերի Գարաբեդյանի, Կոմոտինի մշակութային միության Ուրարդու բարախումբը Ռուզանա Զոհրաբյանի ղեկավարությամբ եւ համազգայինի Նայիրի, Նանոր եւ Մարալո բարախումբերը Էդգար Էգյանի եւ Աննա Բողոսյանի ղեկավարությամբ ձաղգեցուցին հայկական ավանդական բարարվեստը։ Անոնց կողքին հայկական նվագարաներու խումբը Տատուլ Համբարսումյան դուդուգով, Գևորգ Մելիքյան Կամանչայով, Արամ Պետրոսյան դոհոլով եւ Մարգարիտա Կասպարյան կանոնով մեկնաբանեցին եղանակներու փունջը։ Մարի Դանգուրյան եւ Սուլա Բարդակչյան հայերեն եւ հունարեն խոսքերով բարիկալուստի խոսքեր արտասանեցին, միաժամանակ ներկայացուցին խումբերը եւ անոնց մասին հագիրճ դեղեցություններ։ Բարի միավորին անունով Անտոշ Աբազյան գդարեց օրվան հայդակիրին պաշտոնական բացումը։ Սերդի եւ երախտագիտական խոսքերով հանդես եկավ վերաբադվելի Վիկեն Չոլակյան, որ տրվադեց ելույթին նպատակը եւ անդրադարձավ հայու ինքնությունը վար բահելու չանքերուն։ Այնուհետև 6 բարախումբեր 200 բարողներով մադղաշ դարիքեն մինչև հասուն երիտասարդական սերունդ անտատար բարեցին, ստեղծելով հայ երաժշտության հեղեղմը, որ անվերջ հոսեցավ բոլոր ներկաներուն հոգիին մեջ։ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Սահակ եպիսկոպոս Եմիշյան համազգայինի անունով բարգեւադրեց հյուրապար ժամանած բարախումբերու ղեկավարները, ավա իր խոսքին մեջ վեր արավ երիտասարդության աններեր ոգին, որ հայտ գիշեր դարձավ հայու ինքնության եւ հայ մշակույթի բանձացումի հրապխային ժայթքումը։ Իսկ այժմ լուրերու ավարտին մեկնաբանական վերլուծական նյութը օրվան հետ բաժինով։ Ռուսական Իզվեդիա թերթը անդրադարձավ հայ-ռուսիա եւ հայաստանյան եվրոասիական տնտեսական միություն լարվածության անոր հիման մասին գրած է։ Ագնհայտ լարվածությունները յետք Փաշինյանի ընդրություններեն յետք առաջին այցելությունը Մոսկվա եղավ։ Եկատերինբուրգի միջազգային իննոբրոմ ցուցահանդեսին մասնակցելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան հայտնեց, որ թեև վերջին շրջանին Երևան-Մոսկվա երկխոսությունը լարված հանգրվան է մգանցնի, սակայն Հայաստան լավադես է։ Թերթը նկատել գուտա, որ Ռուսիո վարչապետին հետ դեսակցությունը կհաստատե Եվրոասիական տնտեսական միության հետ համագործակցությունը պահպանելու Երևանի քաղաքական ուղղությունը։ Դեսակցության ընթացքին Փաշինյան միտումնավոր կերպով քաղաքական թեմաները խուսափեցավ եւ տնտեսական հարցերու վրա կենտրոնացավ։ Ան ընդգծեց, որ Հայաստան կմնա Ռուսիո արևդուրի հուսալի գործընկերը, կմասնակցի արդյունաբերական միացյալ ծրագիրներու եւ կգնգալե համագործակցության զարգացում։
Միխայել Միշուստինի հետ բանակցություններու ընթացքին ռուսական կողմը իր ղարքին շեշտեց ռուս ներդրողներու շահերու պաշտպանության անհրաժեշտությունը։ Դերտը գկրե, որ Փաշինյան հարաբերություններու ընթացքին ընդունած է երկկողմ ղարք հարցերու արգայությունը, հույս հայտնելով, որ անոնք կրնան լուծումներ գտնել եւ համագործակցությունը շարունակել։ Վերջին ամիսներուն Մոսկվա եւ Երևանի հարաբերությունները վարտարացած են հապկի մեջ Հայաստանի մասնակցության սարեցման, Եվրոպական միության հետ հարաբերություններու զարգացման եւ քաղաքական տարածայնություններու պատճառով։ Ռուսիա կատարած է հայկական ապրանքներու ներածման սահմանափակումներ։ Փորձագետներ կգարձեն, որ ներկայիս դեսակցությունը չի նշանակեր, թե Հայաստան Եվրոպական միության հետ համագործակցությունեն պիտի հրաժարի, սակայն պիտի չանա արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռություն հաստատել։ Եվրոասիական տնտեսական միության հետ գաբերու խզումը Հայաստանի տնտեսության համար գրնա շատ վատ լալ։ 2024-ին միության երկիրներու հետ ապրանքներու շրջանառությունը գազմած է 12.7 միլիարդ դոլար, Եվրոպական միության հետ 2.3 միլիարդ դոլարի դիմաց։ Չմոռանանք, որ Ռուսիա կմնա Հայաստանի բարելանույթի գլխավոր մատակարարը եւ հայկական արտադրություններու գլխավոր շուկան։ Այս բոլորեն հետ գլխավոր եզրակացությունը հետեւյալն է։ Փաշինյանի դեսակցությունը կվգայե Մոսկվայի հետ դարացայնությունները կարգավորելու եւ Եվրոասիական տնտեսական միության մասնակցությունը բավանելու Երևանի ցկտումը, միաժամանակ Եվրոպական միության հետ շարունակելով հարաբերություններուն զարգացումը։ Այս երկու ուղղություններուն միջև հավասարակշռության անհրաժեշտությունը կմնա Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր մարտահրավերը։ Հարկելի ունգընտիրներ եւ ագընտիրներ վանացայինի եթերով եւ թիմադրի էջով ցեզեդենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը եւ այսօրվան օրվան հետ հաղորդումը։ Ցեզեդեր ցայնի հաղորդավար Մարինեն եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայինի ունգընտիր։